Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահը մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն և կուսակցություն, և ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը և ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը և չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպիսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ, ես էլ չի հասկանում, որ 5 տարին երբ որ լրանա, ես նորից պետք է գնամ այդ մանդատը ստանալու, ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը, ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա ազգային ժողով, որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ, նախ և առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ, ինձ համար անկեղծ շատ աշխատանքային ծանր 5 տարի էր, ազգային ժողովը, մի մոռացեք, որ սա ետպատերազմյան ազգային ժողով էր, սա տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների մեջով անցած ազգային ժողով էր և իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որը ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ և իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ, նաև անձնական կյանք ունեմ և անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ և ուզում եմ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք և մարդկանց շատ չհոգնեցնեմ։